Բարի երեկո։ 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, այսօր ես զրուցելու եմ Ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու փաստաբան Ռուբեն Մխիթարյանի հետ։ Պարոն Մխիթարյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Մխիթարյան, այսօր արդեն պարզ դարձավ, որ ձեր դաշինքի առաջին համարը Նարեկ Կարապետյանին արդեն խափանման միջոց են կիրառել, դա չբացակայելու արգելքն է եւ 1 միլիարդ դրամի գրավը։ Ինչ գործ է, ինչով է պայմանավորված, ինչու որոշեցին խափանման միջոց ընտրել, նաև մասնագիտական մեկնաբանություն ձեզնից լսենք խնդրեմ։ Տեսեք, իրականում մասնագիտական մեկնաբանություն մեր օրերում Նիկոլ Փաշինյանի, այսպես ասածա, գլխավորած դատական համակարգում իրավական մեկնաբանություն ընդհանրապես հնարավոր չի տալ։ Ասեմ ավելին, ես 3 առաջ օրը կայի դիմաց ինպես այդ մասով մեկնաբանություն տվել եմ ու ես մի բան եմ հասկացել, որ այնց կիսահումորով դրա մասին ենք խոսում, որ կարծես թե 15 տարվա իրավաբանի փաստաբանի ստաժը պետք չի գալիս մեր օրերում, որովհետև իրավաբանություն չկա։ Ու այս առիթով որևիցե իրավական մեկնաբանություն անելը ամենայն անգեղծությամբ, այսպես ասած, անշնորհակալ ու անպիտան գործ է։ Այս ամենը, այն ինչ կատարվում է, այն ինչ մենք տեսնում ենք, այն ինչ եղավ նախընտրական շրջանում, այն ինչ եղավ ընտրության օրը ու հետընտրական շրջանում, սա տիպիկ գրքային քաղաքական ամենաթողություն է, քաղաքական, այսպես ասած, պատվերներ են ու այստեղ որևիցե լոգիկա, որևիցե, չգիտեմ, իրավական ինչ-որ բան ման գալը անիմաստ է։ Ես ուզում եմ գործի բնույթին, որքան էլ ասում եք տրամաբանություն չկա, բայց փորձենք հեռուստատիտողի համար նաև բացել, հա, ինչ գործ է, ինչի հետ է կապված բնույթին, հետո նաև կանդրադառնանք ընթացակարգերին, ԿՀ-ի միջնորդությանը եւ այլն։ Այս գործը փաստորեն կապված է Ալիկ Ալեքսանյանի գործի հետ, փողերի լվացման եւ ընտրություններին մասնակցելուն հարկադրելու։ Այդ գործի հիմքում ի՞նչ է դրված, ինչպես է հարկադրել, որ ընտրություններին մասնակցեն, ինչ կապ ունի դա Ալիկ Ալեքսանյանի գործի հետ։ Տեսեք, իրականում գործի քանի որ նաև նոր է հարուցված, նոր է հարուցված ու գտնվում է նախնական քննության փուլում, իրականում որպես այդպիսին հավելյալ տեղեկատվություն չեմ կարող տրամադրել, ելնելով գաղտնիության, հա, բայց ռեժիմից, բայց մի բան կասեմ, որ ինչպես որ իմ ընկեր Ալիկ Ալեքսանյանի գործն է շինծու, ինչպես որ իմ ընկերոջը Աբորինի հիմա պահում են իհարկե որովհետեւ խնդիր ինքը չի տեսնում, բայց մենք ենք ավելի շատ, այսպես ասած, նեղված, որ մեր ընկերը ֆիզիկապես մեր հետ չի։ Նույն գործի շարունակությունն է Նարեկ Կարապետյանի մասով փոխկապակցության ինչ-որ իրենց հաշվարկող փոխկապակցվածություն են կդել, փորձել են կապ ստեղծել, որ իրականում էլի չկա, հեշտական իրավական փուչիկն է, բայց ամեն դեպքում տեսեք, այստեղ ամենամեծ խնդիրը նա է, որ Նարեկ Կարապետյանի մասով ոչ թե ցանկանում գլուխ գովալ կամ ինչ-որ գովաբանել ինքը բնավ դրա կարիքը չունի։ Նարեկ Կարապետյանը Հայաստանի Հանրապետությունում այն մարդկանցից է եղել, կա ու լինելու է, ով անձնվիճաբար հայրենիքի կողքին է եղել։ Ու մինչ օրս իրենց գործունեության ընթացքում որևիցե ոչ իրավաչափ գործողություն չի կատարվել։ Հենց այդ առիթով է, որ այս քիչքան ժամանակ չէ, առնվազն 1 տարի ամբողջ իրավական համակարգը լծված է այն գործին, որ որևիցե բան կդնեն։ Չեն գտել, հիմա ստեղծեցին Ալիկ Ալեքսանյանի հեքիաթային գործը։ Այսինքն Ալիկ Ալեքսանյանի գործը ստեղծել են պարզապես Նարեկ Կարապետյանի հետ կապված ինչ-որ բան գտնելու նպատակով։ Չեմ կարող դա վստահաբար ասել, բայց չեմ էլ նաև բացառում։ Ալիկ Ալեքսանյանը չներ ու մեկ այլ անձ լիներ, Ալիկ Ալեքսանյանն էլ էր իրենց վստահ եմ խանգարում իշխող ռեժիմին, որովհետև ամենաակտիվ, ամենաճիշտ խոսացող, այսպես ասած, պարզ խոսացող մեր ընկերն է, մեր քաղաքապարագից ընկերն է։ Բայց ասածս այն է, որ իրենք այն աստիճանի որևիցե բան չկդան, որ ստիպված կդան մի սարքեցին մի գործ, որտեղ նաև, այսպես ասած, կապեցին Նարեկ Կարապետյանի անուն, բայց ելի եմ կրկնում, այստեղ վստահ եմ անհնար է ուղղակի որևիցե Նարեկի կողմից, որևիցե Աբորինի գործողություն, որովհետև այս ընթացքում էլ ինչ շփում է իրենց անցած ճանապարհն է, ցույց է տալիս, որ նրանք երբևիցե այն էլ փողերի լվացում կամ առավել ևս ընտրություններին հարկադրելու հոդվածներ չի բռնում ոչ մի ձև Նարեկի հետ։
Պարոն Մխիթարյան, Ալիկ Ալեքսանյանի գործի հետ կապված փաստաբանները նշում էին, որ այս շրջանում բավական շատ հարցաքննություններ են տեղի ունեցել վկաների հետ եւ չեն կարողացել գտնել ցուցմունքներ դնել գործի հիմքում։ Մենք նաեւ տեսանք Արմատ մեդիայի խոզարկությունը, Արմատ մեդիայի լրագրողներին, օպերատորներին, մոնտաժողներին, նույնիսկ նրանց հարցաքննությունը։ Այս ամենով հանդերձ այդպես էլ չեն կարողացել ինչ-որ ցուցմունքներ գտնել, հիմքեր կան այդ գործի տակ, թե ոչ։ Միանշանակ հիմքեր չկան ու ինչի եմ վստահ։ Ես այդ տեղեկատվությունը չունեմ, որպես այդպեսին չէի կարող ունենալ։ Բայց մենք մի բան լավ հասկացանք։ Եթե իրանք մի բան ունենային, վստահ եմ, ընդդու միջև Նիկոլ Փաշինյանի մակարդակով, Facebook-ով այդ մասին հայտարարելու են, ինչ-որ բաներ էին գծելու, չգիտեմ, ինչ-որ բան անելու են։ Հենց դրա մասին է խոսում, որ այս ամենը սարկած է, որովհետև էլի եմ կրկնում, եթե որևիցե բան ունենային վգայի ցուցմունք կամ չգիտեմ, արդահոսք իրենց կողմից, չագերտավոր միամիտ արդահոսք լինելու էր, բայց դա չկա, վկայություններ չկան որպես այդպեսին, որովհետև նման բան չի եղել։ Ուղղակի քննիչները, դատախազերը ինչ-որ տենց իրենց համար աշխարհ են ստեղծել, փաստաթղթերը նայել են, որոշել են, որ այդպես է ու դատարանն էլ ցավոք սրտի կալանավորել է։ Բայց էլի եմ կրկնում, այս ամեն այս կալանավորումները, մեզ քաղաքական, ով քաղաքականության մեջ է ու հակադարձում է Նիկոլ Փաշինյանին, ով հայրենասեր է, այս ամեն կալանավորումները մեզ որևիցե կերպ չի վախեցնելու ու հետը չի կանգնեցնելու։ Ես նաև ընթացակարգերին եմ ուզում անդրադառնալ։ Երեք ԿՀ-ում քննվում էր երկու միջնորդություն, մեկը նրան անձեռնմխելիությունից Նարեկ Կարապետյանին զրկելու եւ երկրորդը կալանավորման թույլտվություն տալու։ Այդ ինչով է ԿՀ-ն առաջնորդվում, երբ անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը բավարարում է գտնելով, որ դա իր իրավասության տիրույթում է, բայց մյուս միջնորդությունը վերադարձում է դատախազությանը, պնդելով, որ սա իմ իրավասության տիրույթը չէ, այսինքն ըստ էության Նարեկ Կարապետյանը արդեն падգամավորի կարգավիճակ ունի։ Դուք շատ լավ ձեր հարցին հենց այդպես էլ պատասխանեցիք, առնվազն մեր համար էլ հասկանալ էր այդ երկու մասի բաժանելը, բայց քանի որ ԿՀ-ն top աստղներ ընտրությունների օրը ու դրանից հաջորդ օրին ու ինչ որ Վահագն Հովակիմյանն էլ այսպես ասած հետաքրքիր մագիա ուներ, իրենց գործողությունները որևիցե ձև մեկնաբանելը տանել իրավական դաշտ անհնար կներ, որովհետև օրինակ Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստան կուսակցության մասով էլ տեսանք, թե կախարդական փայտիկով ինչ արեց պարոն Հովակիմյանը, դրա համար ել եմ կրկնում իրենցից ողջամիտ, ողջախոհ, օրենքին հետևել, սահմանադրությանը հետևել նմանատիպ բաներ սպասելը առնվազն ծիծաղելի է։ Բայց դուք ամեն դեպքում գտնում եք, որ օրինակ Վահագն Հովակիմյանին ուղիղ հրահանգ է իջել, որ նա պետք է բավարարեր քրեական հետապնդման միջնորդությունը։ Ոչ թե պնդում եմ այդ ամենը, ուղղակի փորձը ցույց տվեց, որովհետև այսօր էլ տեսեք իր դրամաբանական շարունակությունը երկրից բացակայելու արգելքը Նարեկ Կարապետյանի մասով ու 1 միլիարդ դրամ գրավը, կարծես թե խոսում հենց դրա մասին, որովհետև եկեք անգերց լինենք, ինչ է նշանակում հայկական իրականության մեջ 1 միլիարդ դրամ գրավ։ Օրենսդրական, այո, որովիցե պահանջ կամ արգելք չկա գումարի մասով, բայց եթե մարդը հաջողակ գործունեություն է ծավալել, այսինքն նշանակում է այս պայմաններում ինչքան ցանկանան գումարը մուտք են անում բյուջե, ես դա չեմ հասկանում, բայց իրենց, այսպես ասած, գործելավոճին հարիր է։ Բայց բացակայելու արգելքի հետ կապված էլ ինչ որ հակասություն նկատեցիք, գուցե եթե ես սխալվեմ ինձ ուղեք, եթե բացակայելու արգելքը այսօր որոշեցին կիրառել, ինչով էր պայմանավորված, երբ ընտրություններից հետո Նարեկ Կարապետյանը Արմատ մեդիայի հետ լարս էր գնացել եւ նրան չթողեցին, չէ՞, լքե սահման։ Ինչպես օրինակ դա եղավ Ռոբերտ Քոչարյանի դեպքում դեռ չկար քրեական գործը եւ նրան թույլ չէին տալիս, հետո նոր հարուցեցին։ Հիմա այս նույն տրամաբանությունն է գործել, թե այդ ժամանակ էլ ինչ-որ մեր մոտ չէ՞ էլի, իրենց մոտ միշտ հագարակ, այսպես ասած, գործոնն է աշխատում, այսինքն սկզբում կալանավորում են, հետո որոշ կամ ձերբակալում են կամ որոշում են կամ բացակայելու արգելքի որոշում են տալիս, հետո նոր սկսում են մտածել, թե բա տակը ինչ տնենք։ Հենց դե դրա մասին ենք խոսում, որ մենք ունենք ժամանակ տակը որևէ բան չկար, չէ՞, որևէ խափանման միջոց կիրառված չէր։ Իսկ ինչով է հիմնավորում։ Հիմնավորումը չեմ հասկանում, իրենց ենթադրում եմ կարճ ուղեղով, մտածում եմ, որ Նարեկ Կարապետյանը կարող երկրից գնում է։ Աբսուրդի ժանից էլի Նարեկ Կարապետյանի նման բանում մեղադրել, երբ որ նաև Սամվել Կարապետյանի նման անհետեթ
մեղադրանքներով, այսպես ասած, պահելը, այն պարագայում, երբ իրենք իրենց կյանքն ու ամենակարևորը չվերջո Սամվել Կարապետյան իր ամենակյանքից հետո իր ամենաթանկ բանն է դրել, այսպես ասենք, զոհասեղանին, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը փրկի Նիկոլ Փաշինյանից ու իր նմաններից։ Ու Նարեկ Կարապետյանին ենթադրում եմ կասկածել, որ կարող է երկրից գնա ու այլևս չվերադառնա, ծիծաղելու է, չգիտեմ, այդ 2 տարեկան երևի երեխային էլ ասես կծիծաղի։ Ու այն պարագայում, երբ որ ամբողջ համացանցը խոսում էր Վերին Լարսում տիրող իրավիճակի մասին, ու Նարեկ Կարապետյանը կրում էր Վերին Լարսը, ասած լուսաբանել, մեկնաբանել, թե իրականում ինչ է կատարվում մեր իշխանությունների իդեալական աշխատանքի շնորհիվ ու պատճառով ինչ վիճակում են մեր քաղաքացիները։ Ու այդ հիմքով չթողեցին այս մարդկանց ուղղակի խնդիրն է, որ մենք պետք է երևի հասկանանք, որ վերջապես որ այս մարդիկ ոչ կարմիր գիծ ունեն, ոչ ինչ-որ սահմաններ ունեն։ Պարոն Մխիթարյան, Դավիթ Ղազինյանի գործին էլ անդրադառնանք, փաստորեն գտնվում էր գործը նախաքննական փուլում եւ ազգային ժողովի նիստի մեկնարկից անմիջապես առաջ որոշվում է, որ գործը քննչականը պետք է արդեն տեղափոխի դատաքննության փուլ։ Դա ինչով է, ես լսեցի նաեւ մեկնաբանություններ, որ Դավիթ Ղազինյանը արդեն որպես պատգամավորի կարգավիճակով նրան պետք է ազատ արձակեին, դա կանխելու համար են արել ձեր մեկնաբանությունը։ Եթե իրավական մեխանիզմն ասեմ, վաղը տեղի ունենալու իմ ավագընկեր Դավիթ Ղազինյանի տադական նիստը, եթե խոսում եմ որպես իրավաբան, խոսում եմ որպես փաստաբան, վաղը պետք է Դավիթ Ղազինյանը իր ընտանիքի անդամների հետ լինի։ Վաղը նշանակված է տադական նիստ, բայց այս մարդկանցից էլի եմ կրկնում, սպասել իրավաբանություն, օրինականություն մի քիչ անկանխատեսելի է, արդյոք վերջապես մի անգամ կոնե կշարժվեն օրենքով, թե չէ։ Իրավական ձևաչափ մեխանիզմն այնպիսին է, որ այո, վաղվա տադական նիստով պարոն Ղազինյանը պետք է դուրս լինի, բայց թե ինչ որոշում կայացի նույնիսկ դատաքննության փուլում է այդ կարգավորումը գործում։ Հիմա առավելևս միանշանակ, ասեմ ավելին, եթե մենք օրենքներն ու մեկնաբանությունները սահմանադրական տադանի որոշումն ենք նայում, Դավիթ Ղազինյանը պետք է 3-4 օրվանից դուրս լիներ իր տանեցիների։ Երբ մանդատը արդեն ստացել է։ Երբ որ ստացավ, բայց էլի ինչ որ կախարդական փայտիկը կորձեց, սկսեցին այլ մեկնաբանություններ տալ, քաղաքական, այսպես ասեմ, այլ ոչ թե քաղաքական, երեխայական կամահրանքներ են իրականացնում հիմա։ Ես միայն այդ մեկնաբանությունը կարող եմ անել, որ 2 օր էլ ավել պահեցին, լավ, հետո Դավիթ Ղազինյանն արդյոք այն տղեն էր, որ պետք է նեղվի կամ վախենա կամ հետ կանի։ Իհարկե ոչ, մեր թիմում մենք չունենք նման մարդ, ով որ վախենում է կալանավորումից։ Նարեկ Կարապետյանն էլ հեշտական անգամ երեք էլ նշեց իր տեսաուղերձով, որ այս համար մեր թիմում նույնիսկ մեկ հումորային է լինում, թե ով կալանքի կամ քերական գործով չի անցնում, ուրեմն մի բան է կիսա հումորային, թե այս ինչ է այո, բանը, թե ոնց է ցես չեն կանչեց, ես չեն տարե։ Ես էլ եմ տարբեր տեսակի չեմ շատ չբացեմ, բայց քերական գործերով փորձում են անցկացնել կամ անցնում, իրականում մի բան ասեմ։ Ձեզ տարել են մեկ անգամ։ Այո։ Դուք վստահելի եք։ Ես վստահելի եմ։ Բայց հիմա պաստորեն նոր ձեր հետ կապված եք, կարգավիճակ ունեմ, բայց ինչպես գիտենք, մենք մոտ վգայի կարգավիճակից մեղադրանքն ասում է ադելուցիելություն այդ բանը շատ կարճ է։ Ես մի բան եմ ուղղակի ուզում նշեմ։ Երբ որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Նիկոլ Փաշինյանը նշում է, որ իրենք հաղթել են ընտրությանը, իսկ ես իմ մանկական տարիներին, նաև երիտասարդական տարիներին մի բան գիտեի փողոցում հաղթող տղեն իրեն նման կերպ չի պահում։ Ողորմածիկ հայրսը շատ լավ խոսք ուներ, թե եղած փառքն էլ պետք է փառքով տանես։ Շատ լավ, եթե Նիկոլ Փաշինյան հաղթել եք, այս ամենը ինչ է։ Սա ընդամենը ելի եմ կրկնում, քերական գործերի, եթե ոչ 100%-ը, 99.9 գործով լինելու են աշտարացումներ, բայց այդ մարդիկ են դուժելու։ Այն մարդը, որ ընտանիքից կդրվել է, ով այն մարդը, որ չգիտեմ, իր գործերից կդրվել է եւ այլն եւ այլն։ Այսինքն, եթե լիներ ռեալ իրավական, փաստական հանգամանքներով գործեր, այո, լինեն մեր թիմի անդամներից էլ, որը բացառում եմ։ Ինչպես պարոն Կարապետյանը նշեց, ասաց չէ, ով կաշառք է տվել Նիկոլ Փաշինյանի, եթե լինեն նման դեպքեր, այո, թող օրենքի ամբողջ խստությամբ պատժվեն։ Բայց երբ որ սա ընդամենը քաղաքական կամքն է Նիկոլ Փաշինյանի մարդկանց իր հասկանալով մարդկանց պատժելը, այս արդեն, չգիտեմ, քաղաքականություն չես
լավ տեղ չի տանելու այս ամենը։ Դուք որ ասում եք հաղթողը իրեն նման կերպ չի պահում, այդ դեպքում ինչով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի այս պահվածքը ընտրությունից հետո, եթե նա մենակ իր ուժը ձևավորում է արդեն իսկ կառավարություն, ինչով է պայմանավորված այս ռեպրեսիաները։ Վաղ ինքը հավատացեք ինձանից ձեզանից շատ լավ է հասկանում, իրանից լավ, այսպես ասեմ, ոչ մեկ չգիտե թե ընտրությունները ինչ ձևաչափով են կեղծվել։ Ինքը ամենալավը ու ամենահստակ տեղեկատվությունը ինք ունի, թե ինքը իրականում ինչքան է ցայն ստացել։ Լինի դա 100,000, 500,000, 300,000 թե իրենց այսպես սիրուն նկարած 700 քանի հազարը իրանից լավ ոչ մեկ դրան չի տիրապետում ու ինքը շատ լավ հասկանում է ինչքան է կարճած լինի աթորից ինքը շատ լավ է հասկանում որ հողը ոտքերի տակից փախնում է ու այդ փուչիկն է այսօր վաղը թե 5 ամիս հետո միանշանակ պայթելու է դրա համար այս ամեն ինչ անում է լրացնում է քաղաքական դաշտը լրացնում է այն բոլոր մարդկանց ովքեր ակտիվ են ովքեր իրեն ընդդիմադիր են այսինքն ով չի անցնում Նիկոլ Փաշինյանի թրի տակով պետք է անպայման կալանավորվի պետք է անպայման հազարներություն կզի պետք է անպայման չգիտեմ աբորինի կույք ունենա եւ այլն հենց դրա մասին է խոսքը հաղթողը իրեն պահում է հաղթողին վայել գնում է առողջ չգիտեմ խորհրդան իր պարագամիարգի նման բան սпасել абսուրդ է բայց ամեն դեպքում եթե արտար հաղթել ես գիտես որ քեզ մաքուր 740 չէ՞ թե չեմ սխալում 740,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացի ցայն տվել գլուխդ բարձր առանց 500 անվտանգության այդ մարդկանցով տիգնապահներով պետք է հելնեիր խուստուպ լերը ոչ թե նույն ձևաչափով վախվորած այդ սնայպերները մնացածը հենց սա նրա մասն է խոսում որ ինքը շատ լավ է հասկանում որ ժողովուրդը իրան այդքան ցայն չի տվել Պարոն Մխիթարյան, հիմա դուք եւ մյուս ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները խոսում են ռեպրեսիաների մասին, որ Նիկոլ Փաշինյանը սպառնում է բոլորին նստացնել, չգիտեմ, մյուս բոլոր բառերը չեմ ուզում կրկնել եւ այլն, ու հիմա տեսնում ենք, նստացնում է, ունե զրկում է, Գագիկ Ծառուկյանի բոլոր բիզնեսները հերթով փակվում են։ Լավ ընդդիմություն է, որ բողոքում է այս ամեն ինչից։ Ինչպես է պայքարում այդ ռեպրեսիաների դեմ, որովհետեւ բոլորը հայտարարում են, ասում են, մենք չենք վախենում կալանավորվելուց, շատ լավ, բայց կալանավորվելուց հետո ձեզ մեկուսացնում են եւ այլևս չկարողանում ձեր պայքարը շարունակել։ Մեր համակարգը կուսակցությունը մեր մասով մենակ ասեմ, ամենարգանքով բոլոր ընդդիմադիր դաշտերին, դաշտի ներկայացուցիչներին, մեր համակարգը կուսակցությունը այնպես է ստեղծված, ճիշտ է ինքը նորաստեղծել է համարում, բայց այնպես է ստեղծված, որ համակարգը շարունակում է գործել ու աշխատել։ Այսինքն յուրաքանչյուր մեկի կալանավորումից հետո մեգուսացումից հետո մյուս է գալիս։ Այսինքն համակարգը ամեն իր ռեժիմով, նաև այս դեպքում արդեն թե ազգային ժողովում, ինչպես նաև նշվել է փողոցում, այսպես ասած երկճակատ պայքարով, մենք ամեն ինչ անելու ենք հասցելու իր այսպես ասած քաղաքական վախճանին։ Հիմա եթե կոնկրետ Նարինե Կարապետյան չէ նշեց, եթե մենք խոսում ենք միայն մանդատներ վերցնել չվերցնելու, մենք հասկացանք, որ ձևաչափը այնպեսին ու ճիշտ է, որ պետք է մանդատները վերցնել ամենօրյա ռեժիմով իրենց այսպես ասած հանգիստ գեղեցիկ կյանքը վերածել դրա լրիվ հագարակին լեզակները բավականին շատ են լինելու ազգային ժողովում աշխատանք կատարելու այո նաև ես էլ որպես փաստաբան իրավաբան հասկանում եմ որ լինելու են նախագծեր լինելու են օրենքներ որտեղ միայն իրենց ձայներով կարողանալու են բավարարեն դա միանշանակ ընդունում են ոչ թե լինելու են, այլ նույնիսկ սահմանադրական օրենքները, որովհետև երբ ԲՀԿ-ի ձայները եւ ԲՀԿ-ն չանցավ խորհրդան, արդեն բավական էր, որ նույնիսկ սահմանադրական օրենքները նրանք ընդունեն։ Եվ նախորդ խորհրդանի նման, երբ ընդդիմությունը չէր կարողանում ազդեցություն ունենալ, այս դեպքում էլ ընդդիմությունը նույնիսկ չի ունենալու։ Բայց այստեղ ամենակարևոր այստեղ հանգամանքային է, որ իրենց երազանքը, միգուցե երազանք չի, բայց հանրահավաքությունը իրենք առնվազն այս պահին չեն կարողանում անել, խոսքը վերաբերում է սահմանադրության փոփոխությանը։ Տեսեք, մեր աշխատանքը ազգային ժողովի շենքում չի լինելու։ Մենք այո, աշխատելու ենք ազգային ժողովում, բայց մեր աշխատանքը լինելու է մեր քաղաքացիների հետ, շփում քաղաքացիների հետ, ներկայացում ու տարբերության ցույց տրվում, այսպես ասենք, հա, այսինքն մեր քաղաքացին համեգնայող նույնիսկ պետք է տարբերությունը տեսնի նաև աշխատանքի ձևաչափով։ Տեսեք, իրենց խոսույթը ինչին է վերաբերում։ Փոխանակ իհարկե նորմալ է իրենց բառագամ, այս փոխանակ իրենք խոսեն աշխատանքի մասին, իշխանություն, ընդդիմություն, չէ, ամեն մեկ ինչպես նորմալ երկրներում են տոնված ժողովրդավար։ Իրենք խոսում են թե հեսա կան, տեսեք ինչ կանենք, չգիտեմ ինչ է կանելու։ Դա սպառնում են ձեզ, բայց մենք նախորդ գումարման խորհրդանում տեսանք բռնության դեպքեր, հարվածներ, հիմա ասում են մենք ավելի բիրտ ձևով ենք դիմավորել։ Եթե իրենց մտածում է իրենք կարող են մեզանից ինչ-որ մեկին, այսպես ասած, ֆիզիկական ներգործություն անել, չարաչար սխալվում են ու իրենք դրա 10 պատասխան պաշտոնապես ասում, իրենք դրա 10 ստանալու են, բայց
մենք գնում ենք ազգային ժողով աշխատելու։ Եթե իրենք գնում են իրենց սիրելի զբաղմունքին շոուներ անելու, մենք այդ տաշ չենք մտելու։ Մենք գնում ենք Հայաստանի Հանրապետությունը իրոք փրկելու։ Ու նաև մենք ցանկանում ենք առանց որևէ բացառության փրկելու նաև մեր այն քաղաքացիներին, ովքեր ընտրել են Նիկոլ Փաշինյանին։ Ես Նիկոլ Փաշինյանին ընդրած մեր քաղաքացին, մեր հայրենագիցը միանշանակ արժանի չի, որ Նիկոլ Փաշինյանը լինի իր երկրի վարչապետը։ Պարոն Մխիթարյան, ասում եք մենք գնում ենք Հայաստանի Հանրապետությունը փրկելու։ Ազգային ժողովում, թեև ես հասկացա, որ դրսում նույնպես գործունեություն եք ծավալում, բայց ազգային ժողովում ինչպես եք փրկելու Հայաստանի Հանրապետությունը բոլոր մեղադրանքները, որոնք կային նախկին ընդդիմության հասցեին, հա, եթե ամենալավ նպատակներով էլ ընդդիմությունը գնար օրենքի նախագծեր տաներ, չգիտեմ, հայտարարությունների տեքստեր տաներ, այդ դրանք բոլորը չէին մտնում օրակարգեր, չէին անցնում եւ քաղաքացիները մեղադրում էին ընդդիմադիրներին, ասում էին, այստեղ երկիր է հանձնում, դու գնացել եք ինչ որ կառուցողական քննարկումների։ Հիմա այդ նույն մեղադրանքները ձեր հասցեին են գալու արդեն որպես առաջին ուժը ընդդիմադիր։ Այդ դեպքում դուք այնտեղ ինչ լծակներ ունեք հանրապետություն փրկելու։ Օրինակ կարող ենք նշել մասնակցությունը, եթե նաև խոսում ենք առարգայական որ քաղաքացին տեսնելու է, թիմ ընտրությունների մասնակցություն։ Օրինակներից մեկը։ Տեսեք, փուչիկը պայթելու պահը ամենալավ ժամանակահատված հենց այս ժամանակահատվածն է։ Եթե մենք կարողանանք լավ աշխատանքի դեպքում մեր քաղաքացիներին հստակ ցույց տալ տարբերությունը լավի ու վատի, Նիկոլ Փաշինյանի օրինակ մեր, հա, Սամվել Կարապետյանի, իհարկե դա բացահայտ է, բայց շատ ավելի առարգայական ու կետնի վրա։ Այդ ժամանակ հենց այսպես ասած կացան լծված կլինի ու սկսելու է թափվել։ Դրա համար ենք մենք վստահում մեր աշխատանքի շնորհիվ մենք կարողանալու ենք հասնել լավագույն արդյունքին ու Նիկոլ Փաշինյանը չի լինելու իշխանության։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ես չեմ հիշում նման դեպք, ընդրություններից հետո չհաղթած կուսակցությունը թիմը շարունակի նույն, այսպես ասած, ինտենսիվությամբ, նույն ջանքերով, նույն ճատագովությամբ մարզային այցերը, քաղաքացիներին ինչ որ հարցերում օգնել եւ այլն եւ այլն։ Վերջիորեն 3 թե չեմ հիշում նախորդ օրը ինչպես որ գնա մարզային այցերի ժամանակ Նարեկ Կարապետյանի խնդրել էին այդ խոթունց, հա, եւ այդ սարքավորումը։ Ու հիմա դրա համար նաեւ իրենք դրանք խառնվել են նաեւ տեղ։ Մենք բերում ենք նոր մշակույթ։ Մեր բերած փոփոխությունը, Սամվել Կարապետյանի բերած փոփոխությունը իրոք մարդիկ սկսել են իրենց վրա զգալ, որովհետեւ ինչքան էլ ԿՊ-ի կուսակցականները խոսեն, որ այստեղ կռիվը մեր դեպքում իշխանություն ունենան, նրանք արդեն կամաց իրենք էլ են ընդունում, որ դրա մասին խոսք չկա։ Նույն ձև Սամվել Կարապետյանը Տաշիր բարեգործական հիմնադրամը 30 տարի եղել է Հայաստանի Հանրության կողքին, հիմա չի հաղթել ընտրությունները, որ իրեն բանապես իշխանության կալ որպես այդպեսին, ես վստահ եմ, չի եղել, ինքն ընդամենը միշտ ուզեցել է որ ունենանք լավ հայրենիք, լավ ապրենք, ու հիմա այս ամեն ինչ իրենք տեսնելով ընկել են հերթական նոր, այսպես ասած, մտորումների, տվայտանքների մեջ, թե ոնց ընտրություններից հետո այսքան շուտ կարելի է ինչ-որ բան անել ժողովրդի համար։ Դրա համար ելի եմ կրկնում, մեր տարբերությունը հենց մեր փոփոխության հենց այդ ձևաչափի մեջ է։ Տեսեք, դուք ասում եք առաջնահերթը կանխել ենք սահմանության փոփոխությունը, սրա մասին նաև շատ խոսում են Նարեկ Կարապետյանը, իսկ մասնագետները, քաղաքագետները, որոնք շատ երկար ուսումնասիրել են Նիկոլ Փաշինյանի գործունեությունը, ասում են, որ պետք չէ այդքան լավատես լինել, որովհետև Նիկոլ Փաշինյանը ձևը կգտնի սահմանությունը փոխելու եւ Փաշինյանն ինքն էլ ասում է, որ այո, այս պահին չունենք սահմանադրական մեծամասնություն, բայց մենք ունենք նախընտրական խոստում եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Եվ տարբերակներից մեկն էլ օրինակ ընդդիմադիր ձայներ գողանալն է։ Հիմա ձեր ֆրակցիան ունի 29 падգամավոր, նախ արդյոք դուք համոզված եք ձեր падգամավորների լոյալության եւ հավատարմության վրա, որ նրանցից որևէ մեկը հետո չի դառնա անկախ падգամավոր, եւ նաեւ մենք տեսանք բավական մեծ թվով ինքնաբացարկներ падգամավորների կողմից, արդյոք դա պայմանավորված էր այդ կասկածների հիմքով, թե ինչով էր պայմանավորված խնդրեմ։ Միանշանակ ինքնաբացարկները դա կուսակցության, մեր կուսակիցների, հենց տեխնազուների ընդհանուր քննարկման ժամանակ եղած որոշումներ, դրա մասով մենք նաև ունեցել ենք պաշտոնական հայտարարություն, այդ մասով մեր թիմում, եթե չեմ սխալվում 203 հոգի ենք եղել, որևիցե մեկը անձնական կամ այլ պատճառով կամ նմանատիպ բացասական, հա, պատճառով չի հրաժարվել, դուրս չի եկել ցուցակից։ Առաջի հարցի մասով որ Փաշինյանը կգտնի տարբերակը։ Մենք, չէ,
այս երկրորդ գողանալու մասով մենք վստահ ենք, ես անձամբ վստահ եմ, որ մեր падգամավորները հավատարիմ են լինելու ուժեղ Հայաստան կուսակցությանը, ես ասած գաղափարին ու չի լինելու որևիցե դավաճանություն։ Դրանում ես վստահ եմ։ Իսկ ինչ կանի Նիկոլ Փաշինյանը, Նիկոլ Փաշինյանը այո, սովոր է անելու ցանկացած ոչ իրավաչափ գործողություն, որովհետև ելի եմ կրկնում, Հայաստանի Հանրապետությունը ըստ իս հիմա բռնապետական պետություն է համարում, որովհետև մենք չունենք տարանջադում օրենսդիր գործադիր դատական իշխանությունների մասով։ Այն օրը խոսում էր դատավորների նորից փոփոխությունների մասով։ Ես տեղեկատվությունը հանել եմ, դատավորների, եթե ճիշտ եմ հիշում թիվը 200 կարծեմ։ Հա։ Չէ, փոխված են, այո։ Նշանակված են։ Այսինքն այդ մարդը ինչ ասում է, սուտ է ասում, մանիպուլյացիաներ են։ Եթե դու մի անգամ արել ես քո ձևաչափով նոր դատավորներ ես նշանակել, հիմա մի քանի տարվա ընթացքում ինչ փոխվեց։ Իրենք նորից սկսեցին նախկիների մաֆիայի տակ մնացին։ Տեսեք, իրականում հենց դրա մասն է խոսքը, ինքը ուղղակի սովորություն ունի։ Այդ մարդը սովորություն ունի անդադար մանիպուլյացիաներ անելու։ Եթե դուք գիտեք, որ մանիպուլյացիաների սովոր է եւ դուք էլ չեք բացառում, որ հնարավոր են այլ մեթոդներ, դուք պատրաստ եք այլ սցենարներին, այսինքն դուք կանխատեսում եք օրինակ ինչ մեթոդով կարող է անել, ինչպես պետք է դեմն առնեք։ Ես քանի որ իրենց մոտ նաև սովորություն կա մեր հարցազրույցները նայելու հենց դրա մասով հագարակա իրենց համար էֆեկտիվ գործողություն անելու միանշանակ մեր նաև հիմա կուսակցության ներսում էլ բոլոր տեսակի սցենարները քննարկվում են ցանկացած իրենց կողմից կատարվելիք իրավաչափ ոչ իրավաչափ գործողությունների մասով սկսած սահմանացում փոխել կամ չգիտեմ այլ որոշումներ անել դրա մասով մեր մոտ մշակվում են համապատասխան պլաններ ու եղած ժամանակը մեր հանրությունը դրա պատասխանը կտեսնի։ Պարոն Մխիթարյան, եւ ձեր կուսակցության ձեր դաշինքի ներողություն գործունեության հետ կապված հիմնական քննադատությունները վերջին շրջանի դուք ասում եք ընտրություն է կեղծված է Նիկոլ Փաշինյանը ասում եք ամենալավը գիտի ինչ մասշտաբով է կեղծել ընտրությունները իսկ մարդիկ ասում են բայց դեպքում ինչու դուք հենց այդ գիշեր չհայտարարեցիք որ ընտրությունները կեղծված են ինչու Սամվել Կարապետյանն ասաց մենք սպասենք վաղվան ինչու հետո որոշեցիք սպասել Սահմանադրական դատանի որոշմանը որովհետև մյուս ուժերն էլ ասում են առաջատարը ուժեղ Հայաստանն էր եւ նա պետք է լոկոմոտիվը լիներ եւ մենք էլ գնայինք նրանց հետևից Միշտ ինչ որ բան անելուց հետո շատ ավելի հեշտ է ինչ որ մեկին մեղադրելը դա ընդունված կանոն է իրենց կողմից քանի որ ժամային եթե ճիշտ եմ հիշում չէ 12-ից 1 ընկած հատվածում իրենք նշեցին որ հաշվարկը կանգնում է սկսում են անել առավոտյան եւ այլն մեզ միջև այդ պետք է նաեւ հասկանալ իրական վիճակը ու մեր իրավաբանները մեր փաստաբանական թիմը իրավական բոլոր գործընթացները անհրաժեշտ կատարել է մենք խոսում ենք այստեղ տեսեք իրական տարբերությունը մեր իրենց նաև ինչումն է կայանում մենք խոսում ենք ու մենք գործում ենք որպես Հայաստանի ժողովրդավարական հանրապետության քաղաքացի ու անում ենք հնարավոր օրենքով սահմանված բոլոր գործառույթները իրենք դրա հակառակն են անում այս ձևաչափում մեզ մեղադրելը թե ինչի Սահմանադրական դատարանի մեծիկ կամ բան ըստ իս այդքան էլ ազնիվ ու ճիշտ չէ մենք նաև միջազգային հանրության համար մեկը մյուսին կխանգարեր օրինակ որ փողոցն էլ լցնեիք շարժում գեներացնեիք ճնշում գործադրեիք Սահմանադրական դատարանի վրա ճնշում բայց օրենքի շրջանակում շեշտենք այդ ճնշումները դատարաններ Տադաների դիմաց է կանգնել, տադաների մուտքերը փակելը Նիկոլ Փաշինյանի գործելավոճներ, մենք միանշանակ այդ տաշ չենք բնելու, միանշանակ չէր խանգարի, բայց ինչպես նաև Սամվել Կարապետյանն ու Նարեկ Կարապետյանն են նշել, մենք դուրս ենք գալու փողոց մի անգամ ու դա լինելու է վերջնական։ Երբ է այդ մեկ անգամը։ Կլինի, վստահ եմ շատ շուտ կլինի։ Շուտ է լինելու։ Ես մեծ հույս ունեմ ու վստահ եմ դրան։ Պարոն Մխիթարյան, երկրորդ քննադատությունն էլ էլի շատ կարճ ասեմ, հիմա քանի որ խոսեցինք ռեպրեսիաների մասին, եւ դուք ասում եք հերթով ընդդիմադիրների հետևից գնալու են, ասում են օրինակ երբ գնացին Գագիկ Ծառուկյանի հետևից 70 տարեկան մարդուն գետնին տապալեցին, հետո փորձեցին տանել, ինչու ընդդիմությունը միասնական դուրս չեկավ փողոց, այդ բողոքի ցույցը գեներացնելու, բողոքի ալիքը գեներացնելու, այլ նստած սպասում է երբ է գալու իր հերթը։ Նույն ձևաչափով իրենք նաեւ մնացած մի քիչ ավել, մի քիչ պակաս, ընդդիմադիրների մասով ոչ իրավաչափ գործողություններ են արել ու վստահ եմ իրավապահ մարմիններն էլ գրեթե բոլոր դեպքերում սահմանազանցումներ իրենց գործառույթների իրականացել են մեր կողմից նաև պաշտոնական հայտարարություն է եղել այդ մասով, հա, դատապարտող ու ելի եմ կրկնում, այստեղ մի բան մենք պետք է հասկանանք, արդյոք այդ հարցի պատասխանը այսինքն լավ ու այլ ձև հարցս ես տամ, արդյոք եթե դուրս են գալիս փողոց ենթադրենք մեկ օր դատապարտում ենք ու տեմ ենք այն ինչ կատարվեց պարոն Ծառուկյանի հետ եթե չենք գալիս այսինքն ստացում ընդունում ենք ոչ մենք ընտրել ենք մեր
պայքարի ճանապարհը, մենք միանշանակ դադարում ենք ցանկացած տեսակի ոչ իրավաչափ գործողություն, բոլոր տեսակի քաղաքական, այսպես ասեմ, հետապնդումները, բայց ճանապարհը նաև մենք ենք ընդրում, որն է ավելի ճիշտ, որն է ավելի արդյունավետ ու որն է ամենաճիշտ ժամանակը դրա համար։ Դուք եթե դուրս եք գալիս, ոչ միայն դուք եք դուրս գալիս, այլ նաև կոչ եք անում եւ հանրությանն եք դուրս բերում եւ ցույց եք տալիս, որ հանրությունն էլ հաշտ չէ այդ ամենի հետ։ Իսկ երբ դուք դա չեք անում, Նիկոլ Փաշինյանն ասում է, իսկ ուր է փողոցը դատարկ է, մարդիկ հաշտ են, նշանակում է մարդիկ չեն ցանկանում իշխանափոխություն, նշանակում է մարդիկ ամենևին էլ դեմ չեն ամենին, ինչ որ տեղի ունենում։ Այսինքն ընդդիմությունը պետք է լինի այդ մարդկանց գեներացնողը եւ դուրս հանողը։ Ես չեմ կարծում, որ այս պարագայում Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, օրակարգով գնալը հենց դրան է, այսպես ասենք, տանելու ու նաև կուզեմ ավելացնեմ, որ փողոց դուրս չգալը դերևս չի նշանակում հաշտ լինել այսօրվա իրավիճակության հետ։ Տեսեք, միայն մարդիկ փողոց դուրս չգան ընտրությունների ժամանակ, բայց 51% ընտրողների չի ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Շատ լավ, բայց դուք էլ ասում եք, որ գողացան մեր ընտրողների ձայները, գոնե ԲՀԿ-ի ձայները գողացան։ Միանշանակ, բայց ել եմ կրկնում արդյոք։ Այսինքն ընդդիմությունը տես չեղավ այդ հատվածով։ Չէ, ինչի, մենք կարող ենք ասել, որ ընդդիմությունը տես չի իմ ազնական կարծիքով, եթե օրինակ մանդատները չվերցնեինք։ Այսինքն այդ մարդկանց ձայնը մենք հասանելի չդարձնենք։ Ես ելի եմ կրկնում։ Չէ, ես չեմ հակադրում մանդատները վերցնել։ Ես նկատի ունեմ չգնաց ավելի ուժգին պայքարի, որպեսզի այդ ձայները կարողանար պահպանել։ Ամբողջովին հասկանում եմ ինչ եք ասում, իրականում շատ, այսպես ասենք, ճիշտ հարց ու ճիշտ ձևաչափ եք ընտրում։ Մեր քաղաքական թիմը, ես մեր մասով միանշանակ կարող եմ պատասխանել, սպասում է ու անելու է այդ ուժգին ձեր ասացա ճանապարհը ամենաարդյունավետ ու ճիշտ ժամանակին, որովհետև այդ, այսպես ասենք, մսխելը կարող է իրոք վեշտական ու ճակատագրական լինել Հայաստանի Հանրապետության համար։ Պարոն Մխիթարյան, եւ վերջում շատ կարճ մենք պաստորեն արդեն տեսանք, որ Նարեկ Կարապետյանի հետ կապված խափանման միջոց է կիրառվել, բայց քանի որ արդեն գնդակը ազգային ժողովի դաշտում է, այսինքն Նարեկ Կարապետյանը պատգամի կարգավիճակ է ունենալու եւ միջնորդությունն էլ հետ է վերադարձվել դատախազություն, հնարավոր է, որ դատախազը գա ազգային ժողով արդեն օրինակ կալանքի միջնորդությամբ ազգային ժողովից թույլտվություն ստան։ Այսօր մեր Նարեկ Կարապետյանը նաեւ փաստաբանը ու մեր ընկերը նաև արդեն պատգամավոր Արամ Վարդևանյանը այդ մասով մեկնաբանություն տվեց, հնարավոր համարում ենք, բայց ամենայն անգեղությամբ չենք հավատում, որովհետև իրենք արդեն գործընթացը սկսել են, եթե նոր հիմքեր գեղեցիկ չնկարեն, ես այդ մասը կբացառեմ։ Բայց այնուամենայնիվ, եթե հավանականությունը կա, դուք ալտերնատիվ սցենար ունեք, օրինակ, եթե Նարեկ Կարապետյանին մեկուսացնում են, ձեր ուժը ով է գոնե ֆրակցիան այնտեղ, ով է առաջնորդելու, արդյոք ուժեղ է պահելու ֆրակցիան։ Միանշանակ, եթե հանգարց Նարեկ Կարապետյանի կալանավորեն կամ ինչ-որ այլ ձևաչափով մեկուսացնեն, մեր ուժը միանշանակ շատ ավելի, այսպես ասած, հավելյալ պատասխանատվություն ենք ունենալու հենց անձամբ Նարեկի հետ կապված ու ձևաչափերն միանշանակ մտածվում են, ելի եմ կրկնում, հենց դրա համար նշեցի, որ մեր մոտ համակարգ է սկսում գործել, ոչ թե անձերով է պայմանավորված, այսինքն Նարեկը Աստված չանի տնային կալանքի տակ լինի, այնպես չի ֆրակցիան քանդվելու։ Տնային ասացիք, չասացիք կալանքի։ Պարոն Մխիթարյան, ես շնորհակալ եմ ձեզ։ Ձեզ նույնպես։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի փաստաբան եւ Ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուբեն Մխիթարյանի հետ։ Մենք կհանդիպենք վաղ նույն ժամին։ Լավ եղեք։